Եկեք անկեղծ լինենք, երևի չկա ողջ աշխարհում, բացի հայերից, որևէ այլ ազգ, որն այնքան հաճախ է տալիս այս հարցը. լավ, բա վերջը ինչ է լինելու։ Իհարկե, հունվարի սկիզբը տագնապալի է, զոհեր սահմանին, զոհեր Գյումրիում, բայց նաև ասեմ, որ միայն մեզ մոտ չէ, ողջ աշխարհում է տագնապը աճում։ Այսօր դրա մասին խոսելու առիթ կա, վերջին օրվա ընթացքում ողջ մարդկությունը ավելի մոտեցավ աշխարհի վերջին։ Քավլիցի որևէ մեկին վախեցնելու եւ խոճապային տրամադրություններ տարածելու մտադրություն բնավ չունեմ։ Ու միանգամից էլ բացատրեմ։ Գուցե նույնիսկ արդեն լսել եք, գոյություն ունի այսպես կոչված աշխարհի վերջի խորհրդանշական ժամացույց։ Եվ ամեն տարի հունվարին գիտնականների միջազգային հեղինակավոր խումբը որոշում է, արդյոք վերջին տարվա ընթացքում աշխարհում աճել կամ նվազել են գլոբալ վտանգները, արդյոք ավելի իրական է դարձել համաշխարհային աղետի հեռանկարը եւ համապատասխանաբար մոտեցվում կամ հեռացվում է այդ խորհրդանշական ժամացույցի մեծ սլաքը կրիտիկական ժամից, իսկ կրիտիկական օրհասական պահը կեսգիշերն է, այսինքն ժամը 12-ը։ Հասկանալի է երևի, որքան մեծ սլաքը ավելի մոտ է 12-ին, այնքան ուրեմն գիտնականների կարծիքով մոտ է ապոկալիպսիսը։ Մինչև 3 այդ խորհրդանշական ժամացույցը ցույց էր տալիս 11:55 րոպե։ 3 երեկոյան մեծ սլաքը առաջ տարվեց 2 րոպեով, ինչը նշանակում է, որ մինչև աշխարհի վերջը այժմ մնում է ընդամենը 3 րոպե։ Կարող եք իհարկե լուրջ չընդունել այս ամենը, բայց եթե հեռուստադիտողների առնվազն մի մասին այնուամենայնիվ հետաքրքրեց, թե ինչ է իրենից ներկայացնում աշխարհի վերջի այդ խորհրդանշական ժամացույցը, փորձեն շատ համառոտ բացատրել։ Երևի լսել եք այսպես կոչված Մանհեթենյան նախագծի մասին։ Այո, շատ ճիշտ եք, դա այն ծրագիրն է, որը իրականացրեցին ամերիկացի գիտնականները 40-ական թվականներին, ստեղծելով ատոմային ռումբը։ Երբ իրենց աշխատանքի արդյունքը գործնականում կիրառվեց 1945 թվականին 100 հազարավոր զոհեր եղան ճապոնական Հիրոսիմա եւ Նագասակիի քաղաքներում, այս գիտնականները լիովին գիտակցեցին, թե ինչ են արել եւ խիստ մտահոգվեցին։ Հիմա կարող եք իհարկե հեգնել, իրենք ստեղծեցին հրեշավոր զենքը, իրենք էլ մտահոգվեցին, բայց դա բնական է։ Էլով կարող է լիովին հասկանալ աշխարհի գլխին կախված վտանգը, եթե ոչ այն մարդիկ, որոնք մասնակցել են այդ վտանգի առաջացմանը։ Հիշեք թեկուզ մեծագույն հումանիստ ակադեմիկոս Անդրեյ Սախարովի մարդասիրական գործունեությունը, բայց չէ որ հենց ինքն է վճռորոշ դեր խաղացել սովետական ջրածնային ռումբի ստեղծման գործում։ Եվ 1947 թվականին ամերիկացի այդ գիտնականները այսպիսի միտք հղացան, որպեսզի հասարակ մարդուն էլ պարզ ու հասկանալի լինի, թե որքանով է իրական ողջ մարդկությանը սպառնացող վտանգը, ներկայացնել միջազգային հանրությանը մի խորհրդանշական ժամացույց, որի փոքր սլաքը հենց 12-ի վրա է, իսկ մեծ սլաքը շարժվում է դեպի այդ կրիտիկական թիվը, երբ սպառնալիքը մեծանում է, կամ հակառակը հետ է գնում, եթե վտանգը նվազում է։ Ինչպես է որոշվում վտանգի չափը։ Կա գիտնականների միջազգային մի խումբ, շատ հեղինակավոր է, բավական է ասել, որ դրա կազմում են Նոբելյան մրցանակի 18 դափնեկիրներ, եւ ամեն տարի նրանք որոշում են առաջ կամ հետ տանել մեծ սլաքը, թե թողնել այն անփոփոխ։ Իդեպ ասեմ, որ 2012 թվականից այդ սլաքը 11:55-ի վրա էր, այսինքն 3 տարի շարունակ չէր փոխվում։ Երեկվանից 2 րոպեով մոտեցանք կրիտիկական կեսգիշերին, այսինքն կրկնեմ, հիմա արդեն մինչև աղետը մնում է 3 րոպե։ Աննախադեպ է սա արդյոք։ Ոչ, ավելի վատ է եղել։ 1953 թվականին Ռուսաստանը փորձարկեց ջրածնային ռումբը, որը ատոմայինից շատ ավելի հզոր է։ Բոլորը հասկացան, որ սկսվում է մի նոր, շատ վտանգավոր դարաշրջան, եւ ժամացույցը այդ ժամանակ ցույց էր տալիս
11:58 րոպե, այսինքն մինչև աշխարհի վերջը մնում էր ընդամենը 2 րոպե։ Բայց լավ ժամանակներ են եղել։ Դրանից ուղիղ 10 տարի անց, 1963 թվականին, այս խորհրդանշական ժամացույցը արդեն ցույց էր տալիս աղետին 12 րոպե պակաս, այսինքն մեծ լաքը 10 րոպեով հետ էր բերվել։ Ինչու՞։ Դե հիշում եք երևի, Կարիբյան ճգնաժամը, որը կարող էր 3-րդ համաշխարհային պատերազմի հանգեցնել, անցյալում էր մնացել, մարդկությունը թեթևացած շունչ էր քաշել եւ ամենագլխավորը Միացյալ Նահանգները եւ Խորհրդային Միությունը պայմանավորվեցին վերջնականապես դադարեցնել միջուկային զենքի փորձարկումները մթնոլորտում։ Դրանից հետո գիտեք, իհարկե, փորձարկումները սկսեցին միայն գետնի տակ անցկացնել հատուկ բունկերներում։ Իհարկե վտանգը պահպանվում է։ Միայն մի տվյալ բերեմ, որը երեք հրապարակվեց, այժմ աշխարհում կա 16300 միջուկային մարտագլխիկ, մինչդեռ ընդամենը 100, կրկնեմ 100 ատոմային ռումբի օգտագործումը աննախադեպ ավերածություններ կարող է առաջացնել եւ հանգեցնել մեր մոլորակի մթնոլորտի շատ էական փոփոխությունների։ Ասեմ նաև, որ ժամացույցի սլաքի վերաբերյալ որոշումներ կայացնելիս հաշվի է առնում ոչ միայն միջուկային վտանգը, այլև մի շարք այլ սպառնալիքներ, մասնավորապես գլոբալ ջերմացումը։ Հեռու չգնանք, մոռացել եք անցած տարվա օգոստոսյան սարսափելի շոկերը, շնչել չէր լինում։ Ու դա ըստ մասնագետների նաև գլոբալ տաքացման արդյունք է։ Երևի լսել եք 2014 թվականը ամենատաքն էր ընդհանրապես օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Հիմա կհարցնեք, այսինքն մեզ տեսանելի ապագայում ավելի ու ավելի վատ օրեր են սպասում։ Ինձ անձամբ ճանաչողները շատ լավ գիտեն, որ լավատեսությամբ մեղմ ասած չեմ փայլում, բայց միշտ էլ աշխատել եմ հիմնվել փորձի վրա։ Իսկ փորձը տվյալ դեպքում ցույց է տալիս 1947 թվականից ի վեր այս ժամացույցի մեծ սլաքը այս ու այն կողմ է տեղաշարժվել 18 անգամ, այսինքն վատ պահերին անպայման հաջորդել է նաև լավ պահեր։ Ու մեկ էլ ինձ միշտ շատ դուր են եկել Մարտին Լյութերի խոսքերը, որոնք նա արտասանել է դեռ 16-րդ դարում։ Եթե հիմա ինձ ասեին, որ վաղը աշխարհի վերջն է գալու, ես միևնույն է այսօր ծառ կտնկեի։ Համաձայն եք, շատ լավ է ասված։ Ո դեմ չեք։